Գանգատը մենք ուղարկել ենք նորից նայեցի ապրիլի 17-ին 16 թվական, այսինքն մի քանի օր։ Այո, 30, բայց հիմնական գանգատներ։ Ինչու է կարևոր այս որոշումը։ Նախ սա դատական ակտ է, սա պատմական փաստ է, ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Իմ համար շատ կարևոր է հենց այդ ամենը։ Սա հրապարակախոսական ինչ-որ չի, նույնիսկ կներեք մոնիտորինգային զեկույց, դատական ակտերը հերքել հնարավոր չի։ Եվ սա ցույց է տալի պատերազմի դեմքը։ Այնպես ինչպես հետքի լրագրողը մի կերպ կարողացավ հասնել Թալիշ եւ նկարել Խալափյաններին, եւ իրենք որոշեցին ի վերջո հրապարակել այդ նկարը, դուք գիտեք ինչի մասին եմ խոսում։ Եվ ամբողջ աշխարհը հասկացավ, որ դա բոլորն էլ ինքնապաշտպանություն չէ, ինչպես ներկայացնում էր Ադրբեջանը, այսինքն դա անօրինական պատերազմ էր։ Այնպես էլ այս դեպքը եւ սրանցի դեպքով մյուս դեպքերը, որոնք դառնալ են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ, կոտրել են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբրև մենք զոհ ենք, հայրը արձակվել են մեր վրա, այնտեղ նաեւ որ դա հայրենական պատերազմ չէր, դա ագրեսիվ պատերազմ էր, հայրենական պատերազմ չեն գլխարկում զինվորներին, ձեռքերը չեն կտրում եւ այլն։ Եվ դա էլ միացած այն ագրեսիվ ռետորաբանության հետ, միեդես ամբողջը դել մի շրջանակում, եւ չնայած Ադրբեջանի կառավարությունը անընդհատ բողոքում էր, դուք մինչև մի օգտագործեք հայկական անվաններ, միեդը գտնվեց իր բարձունքում։ Եվ նման դատական ակտերի տեղ են ունենում։ Հիմա առաջինը դա է կարևորը, խնդրեմ հիշեք, որ սա պատմական փաստ է, որովհետև սա դատական ակտ է, որովհետև քաղաքական դիսկուրսում երկրորդ ամեն ինչ մոռացվում է, նոր դիսկուրսներ, նոր իսկ դատական ակտը մնում է։ Երկրորդ կարևորը, ինչպես նշեց Սիրանուշը, սա դատական ակտ է, որը միեդը սովորաբար դժվարությամբ է կայացնում, երբ որ պատերազմի ակտիվ փուլում է տեղի ունենում անմարտկային վերաբերում, խոշտանգում, ռազմական հանցագործություններ, միեդը սովորաբար ձեռնպահ է մնում, բայց միաժամանակ հասկանում է, որ չի կարող հետևողական այդ կամը կիրառել, եւ որոշ դեպքերում, երբ որ խախտումը ահագնացող ծավալի է կամ առանձնակի դաժանությամբ, ի վերջո գտնում է, որ թեև ակտիվ փուլում է տեղ ունեցել ոչ միայն պոզիտիվ պարտավորության, այսինքն հետագայում վարույթներ հարուցելու, այլև նեգատիվ, այսինքն նյութայրավական հիմքով որոշում են կայացնում։ Ահա այստեղ որոշումը որ կարդաք, ըստ էության ինչ է ասում ԵԴ, դա կատարել են Ադրբեջանի զինված ուժերի անդամները, դա կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը ստիպված սա պետք է ընդունի, որքան է որ պետության ներսում վարույթներ հարուցի, դատավարություններ, որ փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, իր ագրեսիվ պատերազմը, դուք գիտեք ինչ դատավարությունների մասին խոսում։ Նման դատական ակտերը հերքելու են այդ իրենց այսպես ասած պատմական ճշմարտությունը։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթարել մի շարք շատ կարևոր եւ երերացող սկզբունքներ, որով մենք մտահոգված ենք դեռ 16 թվականին, ցանկացած դատական վար դա նաև մեծ քանակի ֆորմալիզմ է, այնտեղ ձևականություններ կան ընդունելության առաքսը ներկայացրեց, միայն տարածքային իրավազորության հարց Ադրբեջանը ասում է դա մենք չենք ընդհանրացնում, դա հայերն են, դե արի ապացի դա։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթարել դա, ուրախ եմ, որ նյութայրավական հիմքով նույնպես որոշում կայացրեց, իհարկե դեպքը շատ ցավալի է, ամեն անգամ երբ որ խոսում ենք նման դեպքերի մասին, առաջերտին հիշում ենք ընտանիքի անդամներին։ Բայց այդուհանդերձ սա առաջինը չէ, սա շարունակվել են նման ռազմական ակտիվ փուլում տեղ ունեցած դաժան վերաբերմունքի վերաբերյալ դատական ակտեր, որոնք կրկնում իմ համար կարևոր այն է, որ կասկածի տակ է դնելու Ադրբեջանի եւ 16 թվականի եւ հետագայիններ 20 թվականի այսպես կոչված հայրենական պատերազմի կամ այսպես կոչված ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը։ Ադրբեջանը ամենաշատը դա է փորձում, դրան է փորձում հասնել, լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը, իր կողմից ագրեսիվ պատերազմը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելու։ Իմ կարծիքով ամենամեծ արժեքը իրավական, մենք քաղաքական վերաբերյալ չենք խոսում, ամենամեծ արժեքը դրանում է ազդել։